վատ են զգում, անհարմար են զգում իրենց զավակներին կամ կնոջը տեղեկացնել իրենց խնդրի մասին ու իրենք էլ սեփական նախաձեռնությամբ չեն գալի բժշկի։ Երբեմն էլ վատ են զգում, ասում են խնդիր չառաջանանք մեր երեխաների համար, խնդրեմ չառաջացնենք, վիրահատության խնդիր չլինի, չգիտեմ, հավելյալ ֆինանսական ծախս չլինի, բայց պետք է հարազատներն ուշադիր լինեն, տեսնեն նայն ինչքան հիմնականում կանայք, տվյալ տղամարդկանց կանայք են կարողանում ավելի ուշադիր հետևել, թե քանի անգամ գիշերն արթնացա, օրվա ընթացքում քանի անգամ է տուալետ գնում, կարողանում է պահի մեզը, թե չի կարողանում շտապ գնում է տուալետ։ Երբ որ այսպիսի խնդիրներ են լինում, պետք է համոզեն, պետք է խնդրեն, հորդորեն տվյալ հիվանդին, որպեսզի գա հետազոտման, գա բուժման, որովհետև շատ ավելի հեշտ է բուժել եւ լավ կյանքի որակով ապրել, հանգիստ ապրել, քան հասնել այն փուլի, երբ որ արդեն պետք է միզային խողովակով ապրել, կամ պետք է հիվանդանոց պարկել, կամ պետք է դիալիզ ստանալ։ Սա ավելի մեծ խնդիրներ է, եթե հիվանդի տեսակետից նայենք իր հարազատների համար, ավելի ցավալի է իր հարազատների համար այս խնդիրները, այս փուլերում հայտնաբերված խնդիրը, քան թե վաղ փուլերում, երբ որ պետք է մի թեթև վիրահատություն կամ դեղորայքային բուժում, ամեն հարց լուծվում է, իրանց ծնողը հանգիստ լավ կյանքի որակով ապրում է, իրենք էլ չեն մտահոգվում հետագա քայլերի կամ հետագա խնդիրների մասին։